Առաջին երամսյակի տվյալներով, երրորդ երամսյակի տվյալներով Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6,2%։ Հաշվի առնելով հանգամանքը, որ համախառն ներքին արդյունքը տնտեսության աճի վերաբերյալ ավելի համապարփակ ցուցանիշ է, քան օրինակ նույն տնտեսական ակտիվության ցուցանիշը, իհարկե կարող ենք ֆիքսել, որ մենք ունենք լավ ցուցանիշ, ավելին կարող ենք նաև ենթադրել, որ տարին կամփոփենք դրական նույնպիսի բարվոք վիճակագրությամբ։ Մինչդեռ լրիվ տարբեր հասկացություններ են դրական վիճակագրությունը եւ տնտեսության իրական հատվածի վերաբերյալ որակական բնութագրիչներն ու գնահատականները։ Ընդհանուր առմամբ որոշակի ուրեմն օրինաչափություն կա տնտեսության վերաբերյալ վիճակագրության եւ իրական հատվածի միջև տարբերությունների։ Որոշակի բնական, այսպես ասած, մակարդակ կա, սակայն դա բնական է այնքան ժամանակ, քանի դեռ այդ խզվածքը, այդ տարբերությունը մեծ չէ։ Մենք գտնվում ենք հենց այդպիսի մեծ տարբերության մեջ։ Պարզապես բավական է պատասխանել հարցադրումներին, թե օրինակ նույն ՀՆԱ աճը որ ոլորտների եւ ինչ գործոններով է պայմանավորված։ Իհարկե ՀՆԱ-ի աճին եւ այդ հարցադրումներին մենք առաջիկայում առավել մանրամասն կանրադառնանք, բայց հիմա փորձենք տնտեսության վերաբերյալ վիճակագրության եւ իրականության միջև այդ տարբերության դրսևորումներից կամ այդ տարբերությունը ցույց տվող հերթական վիճակագրությամբ ամրագրել այդ հանգամանքը։ Օրինակ նույն վարկերի առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի վիճակագրությունն ենք այսօր առանձնացրել վարկավորումը ըստ տնտեսության ոլորտների։ Ներկայացված պատկերում կենտրոնական բանկի տվյալներն են այս տարվա հունիսի 30-ի դրությամբ, մասնավորապես այս ժամանակահատվածում Հայաստանի առևտրային բանկերի կողմից վարկավորումների ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 6,5 տրիլիոն դրամ։ Եվ այդ ընդհանուր գումարի զգալի մասը բաժին է ընկնում միայն հիպոթեկային եւ սպառողական վարկավորումներին։ Միայն այս երկու վարկավորումների ընդհանուր ծավալը ուրեմն ամբողջ վարկավորումների մասնաբաժնի 48,2%-ն է կազմել։ Սա այն դեպքում, երբ օրինակ տնտեսության համար առանցքային նշանակության գյուղատնտեսությունն օրինակ վարկավորվել է 5,7%-ով։ Մշակող արդյունաբերության ցուցիչը շատ ավելի փոքր է 5,4%։ Համեմատաբար որոշակի ավելի բարձր մասնաբաժին ունեն առևտրի, շինարարության ուրեմն ոլորտները, շինարարության պարագայում 11,7% է ընդհանուր վարկավորման մեջ մասնաբաժինը, առևտրի մասնաբաժինը 10,3%։ Բայց անգամ, եթե տնտեսության իրական հատվածի վարկավորումները միավորենք նույն գյուղատնտեսության ոլորտի, մշակող արդյունաբերության ոլորտի, անգամ եթե ավելացնենք հանքարդյունաբերության, առևտրի, շինարարության ոլորտների վարկավորումները, ապա այս բոլորը միասին ընդհանուրի մոտավորապես 30-35%-ն են կազմելու եւ ինչպես տեսնում ենք, էականորեն զիջում են միայն հիպոթեկային եւ սպառողական ուրեմն վարկավորման ծավալներին։ Իհարկե, առանձին հարցադրում է, թե այս ուղղությունները ինչու գրավիչ չեն, բայց մինչ այդ տեսեք, վարկավորվում են այն ուղղությունները, որտեղ աշխուժություն կա, որտեղ կա պահանջարկ, ասել է, թե շահութաբեր են եւ գրավիչ ֆինանսավորող կազմակերպությունների համար։ Առևտրային բանկերը որպես շահույթ հետապնդող կազմակերպություններ իհարկե պիտի ֆինանսավորեն հենց այդ ոլորտները, որտեղ կա պահանջարկ եւ շահութաբերություն։ Եվ այս իմաստով տնտեսության իրական հատվածի վերաբերյալ այս պատկերը որևէ կերպ առևտրային բանկերի խնդիրը չէ։ Այլ հարց է, թե ինչ պատճառներով եւ ինչ խնդիրներով է պայմանավորված, որ մեր տնտեսության առանցքային նշանակության, օրինակ գյուղատնտեսությունը կամ մշակող արդյունաբերությունը չունեն համապատասխան, համարժեք կամ ցանկալի գրավչություն։ Անկամ եթե այս հարցադրումը թողնենք մի կողմ, միայն այս պատկերը, միայն այս վիճակագրությունը փաստում է մեր տնտեսության իրական հատվածի, մեր տնտեսության աճի, կառուցվածքի վերաբերյալ պատկերը։ Հենց այն հարցադրումը, որը ի սկզբանե տվեցինք, ուրեմն բավարար է միայն պատասխանել հարցերին, թե որ ոլորտներում գրանցված աճերով է պայմանավորված համախառն ներքին արդյունքը։ Իսկ ինչ է ենթադրում այս պատկերը։
Սա ենթադրում է, իրականում սա պահանջում է տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացիա, ոլորտ առ ոլորտ խնդիրների հավաքագրում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների կատարում, իրական կատարում, որպեսզի ի վերջո տնտեսության վերաբերյալ վիճակագրության ու իրական հատվածի, այսինքն իրականության միջև այդ տարբերությունն ու խզվածքը վերադառնա որոշակի բնական եւ օրինաչափ մակարդակի։